Հուլիսի 28-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին սպասվում է «Պարում է Պարի պետականը» մեծ համերգային ծրագիր։ Համերգի սպասված երեկոյի եւ իհարկե թե ինչ ծրագիր է այնտեղ լինելու, արդեն ավելի մանրամասն մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Իսկ տաղավարում են Հայաստանի Պարի պետական անսամբլի մենապարուհիներ Ժաննա Գալստյանը, բարի առավոտ, բարի լույս, եւ Լալա Տոնոյանը, բարի առավոտ, շնորհակալ ենք ընկալվելու համար, նմանապես առավել հաճելի է ձեզ տեսնել այստեղ։ Եվ հետաքրքիր է, Պարի պետականը, «Պարում է Պարի պետականը» խորագիրն ինքնին արդեն խորհրդանշական է։ Հետաքրքիր է, այս համերգային երեկոն ինչով է առանձնանում, ինչն է նրա գաղափարը, որը որ օրինակ ընդգրկել եք այս ծրագրի մեջ։ Նախ ասեմ, որ մեզ սպասվում է շատ բուրն հետաքրքիր համերգային ծրագիր, որը կլինի, ինչպես ասեցիք, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ունենք ոչ միայն մեր հին եւ սիրված ավանդույթ դարձած պարերը, նաեւ ունենք նոր բեմադրություններ, որը կարել է մեր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը։ Շուրջս 1 տարվա ընթացքում երևի թե ամեն ամիս մենք ունենում ենք նոր բեմադրություն։ Այդպես։ Պատմեք մի փոքր նոր բեմադրությունների մասին եւ իհարկե երաժշտական ինչպիսի ձևավորում է ուղեկցը։ Ես ասել եմ։ Մենք ունենք նոր բեմադրություններ եւ ինչպես Ժաննան ասաց, արդեն հինը վերաբեմադրած, բայց ավելի նոր գեղարվեստական եւ խորեոգրաֆիկ լուծումներով խոսքս գնում է Զարթոնք պարի մասին։ Զարթոնք պարը ինքը ոնց որ Մայր Հայաստանը լինեմ ես կերպարը եւ խորհրդանշում է հայ ազգի կռիվը եւ հաղթանակները, որ մենք ամեն բարդությունից եւ դժվարությունից հետո միշտ զարթոնք ենք ապրում, սկզբում աղոթքի տեսարանն է, որտեղ հայ ազգը միշտ իր աղոթքներով եւ հավատքով հաղթում է ամեն ինչ։ Դա Գագիկ Կարապետյանի մեծ եւ առաջին բեմադրությունն է, շատ ունենք շատ սուղ ժամանակ բեմադրությանը պատրաստվելու, մենք պատրաստվեցինք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին, որպեսզի հասցնենք եւ կարողանանք բեմադրությունը ներկայացնել եւ շատ կարճ ժամանակում գրեթե մենք ունենք 7 օր, որ պետք էր կարվել 50 տարազ մոտ եւ մեզ հասան օգնության եւ տարազները նկարեց Միկա Դանիելյանը, իսկ Ատեքս նորաձևության կենտրոնը կարեց տղաների եւ սոլիստի շորը, իսկ աղջիկներինը Էման եւ Լիդան, որից մենք իրենցից իրոք շատ շնորհակալ ենք, որովհետեւ անհնարին արեցին գիշեր ցերեկ չքնելով, մեզ օգնելով։ Ունենք նաեւ նոր բեմադրություն Երևան պարը, կուզես ներկայացնել։ Մենք սիրով կսպասենք ներկայացնել։ Ունենք, ինչպես ասեցի, ամեն համերգին գրեթե լինում է նոր բեմադրություն, բայց նոր բեմադրությունը նաև պիտի նորովի ներկայանա թե տարազով եւ չի լինի նոր բեմադրություն առանց նոր զգեստների։ Երևանի մեջ է։ Այսինքն մեր Երևանն էլ աղջիկներ են եւ տղաներ։ Այդպես։ Երևանը ունենք 2 սոլիստ աղջիկ եւ տղաներ, որտեղ երևանյան ֆոլկլորն ենք ներկայացնում, այդ գեղեցիկ մեր մշակույթի ինչ-որ մասը, որտեղ ավելի խաղարկային պար է ինքը, կարվեցին նորից նոր տարազներ, շատ գեղեցիկ տղաների համար, այսինքն մեր բեմադրությունները յուրաքանչյուրը տարբերվում են իրարից, բայց եւ ճոխ են, շքեղ են, պահպանելով մեր հայկականը, փորձում ենք առաջ գնալ, այսինքն մեր արմատներից չհեռանալով, եթե անգամ ինչ-որ նորություններ ենք բեմադրում եւ Գագիկ Կարապետյանը շատ մեծ աշխատանք կատարեց, մենք ունենք արդեն մեկ ամբողջ ծրագիր, որը հենց մեր ղեկավարի բեմադրություններն են։ Դեռ սպասվում է 3 նոր բեմադրություն, որը երեք ասեց, որը պետքա դեռ ընթացքի մեջ է։ Լուսաբանման իհարկե, բայց որն է ձեր այս, այսպես ասենք, ամենաառանձնացված ձեզ համար սուբյեկտիվորեն բեմադրությունը։ Ամենասիրելին։ Ամեն մեկը յուրովի է, յուրահատուկ է, չես կարող։ Բոլոր բեմադրությունները ես կոնկրետ մենապարում եմ կինտոների պարի մեջ եւ Արցախի պարի մեջ եմ մենապարում։ Արդեն 21 տարի է մենապարում եմ։ Այո։
այդպես ինձ համար դրանք, բայց բոլոր բարերն էլ հավատացեք ինձ, բոլորը մեկը մյուսից աննման են ու յուրահատուկ, ընդհանրապես Պարիպետական անսամբլի ձեռագիրը յուրահատուկ է, յուրաքանչյուր պարը Կինտոների պարը, որ շատ լեգենդար է եւ շատ սիրված է, դեռ չանչուրանական ժամանակներից։ Չես կարող մեկը մյուսի հետ համեմատել, այո։ Լալա, դուք ինչ կնշեք։ Դե ես կնշեմ, որ մենք նաև ունենք նոր բեմադրություններ կարոտը, տղաների բար ունենք ձեր ամենասիրելի Համշենը, իմ սիրելի պարը։ Ես շատ պարեր եմ սիրում, բայց այս վերջին իմ պարը իրոք դարձել է իմ սիրելին Զարթոնքը, որովհետև ինքը իր մեջ խորհուրդ ունի եւ իրոք սիրում եմ։ Մայր Հայաստան։ Այո, ես իմ առաջին մենապարը որ պարեցի Ռուդոլֆ Խարատյան բեմադրությամբ Քրմուհիները, ինքը խորհրդով նույնպես նման էր այս պարին, բայց այնտեղ մենք հեթանոսությունն էինք ներկայացնում, աստվածուհիների կերպարներ ունենք եւ հեթանոսությունից հետո արդեն որպես ինչպես դարձան քրիստոնյա։ Իսկ այստեղ հենց ամբողջ այդ հայազգի ծաղկունքը, Զարթոնքը, տեսարան ունենք, որտեղ տղաները արդեն հաղթանակած աղջիկների հետ վարում են։ Չգիտեմ, մեր բոլոր պարերը իրոք շատ սիրուն են։ Վանուշ Խանամիրյանի բեմադրությունները, Ուզունդարան, Սուսերով պար, արդեն իրենք այցեքար դարձած համարներ են, Բերթը, Սարդարապատը, որ չգիտեմ, մեկը մյուսից առանձնացնել չի լինում։ Ինձ նաև հետաքրքրեց, ասացիք կարոտը։ Այո։ Կարոտը ում է կարոտը։ Կարոտը մենք անվանափոխեցինք, սարքեցինք էլեգիա, որովհետև ձեր նշած կերպով ավելի գաղափարապես ինքը դու սկսում ես մտածել ում են կարոտում, ինչպես են կարոտում։ Պարոն Կարապետյան ասում էր դա յուրաքանչյուրիդ կարոտն է, ով ինչ զգում է եւ ինչպես ապրում է, այդպես պարեք։ Հետո վերափոխեցին եւ դարձրեցին էլեգիա պարը։ Չհամոզեց դες ամեն դեպքում։ Չէ, համոզեց ուղղակի, հա, անունը փոխեցին։ Լավ, ինչ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածություն է պետք ամեն ելույթից առաջ։ Ինչպես եք պատրաստվում դուք ամեն ելույթին։ Գիտեք, որ ասեմ մենք ընդհանրապես մեր աշխատանքի բերումով միշտ պատրաստ ենք ոնց որ մեր այդ անընդհատ փորձերը, մեր այդ դասական պար ենք, 1 ժամ դասական պարը, հետո փորձերը, ամեն օր այդ ռիթմի մեջ ենք, նենց չի որ։ Հա, բայց բեմ դուրս գալը դա մի բեմը նենց բան է, որ մտնում ես, ամեն ինչ մոռանում ես, հիվանդ լինես, ջերմություն ունենաս, այդ ամեն ինչը սենց թողում ես մի կողմ, ամեն ինչ մոռացվում է։ Բեմում թվում է ընդհանրապես ամեն ինչը շատ գեղեցիկ է, շատ հեշտ է։ Բայց քրտնաջան աշխատանքի, այո։ Բայց այս համար որքանով է բարդ եւ միևնույն ժամանակ պատասխանատու կարծում եմ Հայաստանի Պարիպետական անսամբլում գտնվելը։ Դա գերագույն պատիվ է, համարվելով Հայաստանի համար առաջին պարի հենց անսամբլը, որը մերն է, պետական անսամբլը, շատ պարտավորեցնող է եւ դու ոչ միայն ներսում, այլև դրսում պետք է կարողանաս այդ անունը ճիշտ պահել։ Ավելացնեմ կնես, որ Հայաստանի այցեքարտն է Պարիպետականը, որևիցե թե դրսում, թե ներսում, այո, տասնամյակներ շարունակ եղել է եւ կա եւ կլինի, այո։ Եվ միակն է, որ հենց ճիշտ հայկական պարն է ներկայացնում, այսինքն միակը չէ, ունենք նաև երգի Պարիպետական, ունենք բարեկամություն անսամբլ, որը իր ոճով մի քիչ տարբերվում է, բայց Հայաստանի Պարիպետական անսամբլի ձեռքերի ճիշտ աշխատանքը, նազանքը, ինչպես ասեմ, հնուց եկած այդ ժառանգությունը, որը մենք ունենք, մենք փորձում ենք ճիշտ պահպանել եւ ճիշտ մատուցել եկող սերնդին։ Այո։ Դա շատ կարևոր է փոխանցել ճիշտ եւ ազգայինը ներկայացնել եւ ասացիք, որ դրսում էլ անգամ ներկայացնում եք եւ ելույթներ եք ունենում։ Շատ հետաքրքիր է ինչ եք զգում արտերկրում մեր ազգային պարը ներկայացնելիս։ Ինչ արձագանքներ եք ամեն դեպքում լսում դուք օտարերկրացիներից։ Միայն դրականը այդ անբացատրելի գովեստի խոսքեր միայն, չէ որ Պարիպետականն է այդ պահում, պահպանում եւ զարգացնում, փոխանցում սերնդե սերունդ։ Լավ, երիտասարդների շրջանում ինչպիսի հետաքրքրություն եք նկատում հենց ազգային պարի հանդեպ։ Շատ մեծ է, այո։ Ինտեգրվում տենդենսը շատ մեծ է, հիմա մանավանդ տեսնելով թե մեր տոմսերը ինչպես են վաճառվում sold out-ով ու
բնականաբար արդեն պարզ է դառնում, որ հիմա կոնկրետ ավելի զարգանում է ամեն ինչ, ինչպես ամեն ինչն է զարգանում, այնպես էլ մշակույթը, արվեստը շատ ողջունելի է իհարկե։ Իրականում բարի պետական ասելիս արդեն բոլորի մոտ ես չեմ ճանաչում դեռ մի մարդու, որը որ ինչ որ վատ կամ թեկուզ եւ նորմալ էսպես սովորական արձագանք տա, այլ միանգամից բարի պետական հասկանում եք, բարի պետականը եւ տասնամյակներ շարունակ, բայց եթե չեմ սխալվում, դուք ժամանակին, եթե չեմ սխալվում, ունեիք կակաչների պարը։ Հիմա ունեք ժամանակին, որտեղ դա եւս լեգենդար պար է։ Այցեքար դարձավ, ծրագրից չենք անում, քանի որ հանդիսատեսը կակաչը, կինտոները, ուզունդարան, սրերով պարը, զարթոնքը, այո։ Նաեւ մեզ տասնամյակներ շարունակ կարծես կա այդ պարերը, ժողովուրդը բայց անընդհատ սպասում է, որտեղ դա արդեն դասական է դարձել եւ իրապես գալիս են թեկուզ եւս մեկ անգամ վայելելու։ Հատուկ սիրով են գալիս, կարոտած, ոնց որ անցած համերգին չեն եղել, ներկա չեն եղել։ Մենք ինչպես Ժանան ասաց, բոլոր համերգները վաճառում ենք sold out-ով եւ դա ել ավելի պարտավորեցնող է։ Եվ ինչպես դուք ասացիք, Գետնաբեմում կատարվում է անհնարինը, միայն մենք գիտենք այս ամառով, այս շոքին, այդ ծանր տարազներով դու 1 րոպեում պետք է հասցնես գեստափոխվես եւ գլխազարդ եւ կոշիկներ եւ մազեր եւ պետք է ներկայանաս այդքանից հետո այո մենք այդքան չենք հոգնում ապրելուց ինչքան այդ գեստափոխությունից չգիտեմ շատ հետաքրքիր կյանք է որը որ ոչ մի կերպ նկարագրել չես կարող եւ բարդ է այո պիտի լինես դրա մեջ որպեսզի կարողանաս պատկերացնել այո եւ կատարվում լավ ձեր կարծիքով ինչու համար է կարեւոր ազգայինը պահպանելը եւ ինչպես պիտի փոխանցել հենց ազգային պարը սերունդներին որպեսզի ձեզնից հետո նաեւ լինեն մարդիկ ովքեր դա կպահպանեն ինչպես այդ գործողությունը պիտի անի դե արդեն մեր բալետմայստերները մեր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի շնորհիվ այդպեսի մեծանուն վարպետների շնորհիվ այո մեր դասական պարի մասնագետ Արմեն Գրիգորյանը մեր վաստակավոր Գագիկ Կարապետյանի շնորհիվ այո դրանք մեր սերունդների ձեր շնորհակալություն որպես զրույցի ամփոփում կխնդրեմ եւս մեկ անգամ հիշեցնել համերգի տեղը ժամը հուլիսի 28-ին ժամը 19:00-ին ազգային օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կլինի Համեցեք, մենք նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ժողովրդական պարի եւ երաժշտության ազգային կենտրոնի տնօրենին Արմեն Սարգսյանին։ Մենք նշեցինք այդ բոլոր բեմադրությունների մասին եւ նա ամեն ինչ արեց, որ մենք կարողանանք ունենալ նոր զգեստներ, նոր բեմադրություններ, մեր կողքին կանգնելով, սատար կանգնելով։ Բարևներ մեր սիրելի Արմեն Սարգսյան։ Այո։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց եւ ուղղակի հետաքրքիր։ Ձեզ համար ինչ է պարը։ Պարը դա հոգու արտահայտելու միջոց է։ Ձեզ համար։ Հոգու մարմնի այն ամենը ինչ դու չես կարող ասել խոսքերով, դու կարողանում ես ցույց տալ պարի միջոցով, տխրություն, ուրախություն, ջղայնություն, բոլոր պորտկումները, որ դու ունենում ես առօրյայում, պարով պետք է կարողանաս հաղորդես եւ դա հասցնես հանդիսատեսին, որը եւ ամենակարևորն է։ Այսինքն բեմը քեզ թույլ է տալիս այդ, որ դու այդ քո ներքին աշխարհը ցույց տաս։ Այո, շնորհակալություն։ Մենք ձեզ մի բան էլ կուզեի ավելացնել, որ բարեպետական անսամբլը միշտ բեմ է դուրս եկել կենթանի երաժշտությամբ։ Ուզում եմ շեշտել մեր երաժիշտներին, որ քաղաքի լավագույն երաժիշտներն են։ Ղեկավարը Հայկ Գրիգորյանը, մեր մայստրոն, փորձավարը Նարեկը Պողիկյան, հրաշալի։ Իրոք լավագույններն են։ Այո, մենք չենք էլ կասկածում, մենք միշտ փորձել ենք մասնակիցը լինել, ամեն դեպքում լսում ենք կարծիքներ։ Ձեզ շնորհակալություն։ Հուլիսի 28-ին մաղթում ենք լեփլեցուն դահլիճներ, հրաշալի համերգային ծրագիր եւ անխափան լինի ամենակարևորը, ոչ մի խոչընդոտի չբախվեք այդ օրը։ Շատ շնորհակալություն։ Վայել կլինի երկկողմանի եւ արտիստի եւ հանդիսատեսի։ Շատ կարևոր է։ Այո։ Ձեզ լավ օր։ Ձեզ լավ օր։ Ընդմիջենք գովազդով, սիրելի հեռուստադիտողներ։ Մնացեք մեզ հետ։